թե դատարանի քննարկման ավարտարժին չհասեց մեղադրական եզրակացության քրեական դատավարության զրկի խաղիկույրով ուղղացի համապատասխանության հարցը, ինչ քրեական հետապնդական գործով վարորդի քրեական հետապնդում դատարանի միջոցի ներկայացնելը չի բացառում նաև հանդես գալ հայտարարության մեղադրական եզրակացության օրենքով սահմանված բաժնի համապատասխանության հարցի վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով միջնորդում եմ դատական նիստը հետազոտել տրամադրել ոչնչի ժամկետ ծանոթանալու լուծերին և միջնորդել ներկայացնելու համար։ Լավ, պարոն Սերժ Սարգսյանը ունի մեկ այլ պաշտպան, կարող է իրականացնել, որպես երկրորդ պաշտպան։ Գտնում եք, որ անհրաժեշտ է դատական նիստ ներկայացնել, այո, մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար Սերժ Սարգսյանը իրավունքի նաև երկրորդ պաշտպան լինելա, վաղտի չէ, մեկ այլ բարիքով ես նաև Ամրան Մարկինյանի հետ ներկայացրել ենք և ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի շահերը և հանգամանքների դիմով այս գործը որը և պաշտպանական թիմը ցանկանում է որպեսզի միամուտ շարքերով այսպես ասած լավ, ինչ դիրքորոշում են կողմերից Կգտակ մի փոքր մարզավորում հայկական Շարավակյան գործընկերոջից խոսքը, այո, մենք ունենք նաև աշխատանքի եզրակ բաժանում, այսպես ասած պաշտպանության և նաև նկատառումով, մեր մտքերը ներդրելու առումով, այդ անհրաժեշտությունը կա, որպեսզի քաղաքականներն ծանոթանալ գործունեություններին և նաև իմ հետ և պարոն նախագահի հետ դիրքորոշումները քննարկման օրինացնել, ուստի խնդրում եմ իշխանությունը բավարարել։ Կար դիրքորոշում։ Ամեն դեպքում պետք է փաստենք այն հանգամանքը, որ իրավը պաշտպան պարոն Հակոբյանը մեն այսօր դոկտորի առաջներ դրամես պաշտպան և այո կարծում եմ ամբողջությամբ իրավունք ունեն և ողջամիտ է ծանոթանալ քրեական գործերին և ոչ միայն երրորդ կետով, այլ նաև արդեն իսկ քննարկված հարցերի վերաբերյալ դիրքորոշում չհայտնած և հետագայում քննարկվող հարցերի վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու և ամբողջական տեսակետներ ներկայացնելու։ Այնպես որ կարծում եմ միջնորդությունը պետք է բավարարվի։ Համակարգիչ ենք այլ ավելացնել դրան շնորհիվ։ Արևոլ դիրքորոշում չունենք։ Լավ, Մարգարիտ կողմեր, հետ կողմերը բոլոր արդյունքին են, մենք սես մի բաներ կոշենք, ծանապես իստերը նշանակել հետ կապված։ Ինչ-որ բարձրի բարձրան դատով։ Ինչ ինտենսիվությամբ նշանակենք, որոշակի որ կարող ենք սահմանել։ Ըստ ծանրաբեռնվածության պատվաժան դատանը, կարծում եմ, որ պետք է սովորաբար ոսոր աշխատում է։ Բավականին սահմանում գործ է, միանշանակ, բայց նաև բազմաթիվ այցավարի գործեր կան, որոնցով ընդհանուր համաձայնեցման տալիս, թե ազատ օրը հաջորդ որն է, իր պատկերացմամբ նաև որպես գործ այս գործը չի տարբերվում մնացած գործերից ու այդպես տրամաբանության հավանաբար։ Եթե այլ բան չառաջարկենք կողմերը, կամ մենք այլ բան չնորոշենք։ Համակարգիչ են բախտաժեն դատարանի գործընկերոջից ունենք աշխատանքային շատ խիստ հարաբերական և եթե կոնկրետ որևէ օր նշանակենք կամ ամենաշատկացման լիստ, բնականաբար այլ գործեր ևս ունենք, որոնցով նաև այդ վստահողները գտնում են անազատության մեջ, իսկ այս գործը իր էությամբ այնպիսի առանձնահատուկ գործ չէ, որը որ հանրային տեսանկյունից պահանջում է, որ առավել ինտենսիվ քննվի, քան այն գործերը, որոնցով որ մեղադրյալները գտնում են կավանքի տակ։ Իսկ հաշվի առնելով այս հանրահավաքությունը պատվաժան դատարան։ Խնդրենք ոչ թե կոնկրետ որոշակի օրեր սահմանենք, այլ խնդրենք, որ պաշտպանական կողմի հետ համաձայնեցնելու արդյունքում մի քանի լիստեր նշանակենք և գործընկերոջից շատ եղանակով շարժվենք առաջ և գործիքնությունը այդ կերպ իրականացնենք։ Պատվաժան դատարան, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գործ ունի նաև իր հանրային ողջամիտ ժամկետներում քննելու, այո, չէ ներկում, որ կամքի տակ գտնող մեղադրել չէ, բայց այնուամենայնիվ դա ինքնին այն հանգամանքը չի, որ կարելի է արձանագրել, որ սրա հասարակական հնչեղությունը կամ հանրային շահը այստեղ փոքր է կամ քիչ է։ Ինչերից է, ես առաջարկում եմ հետևյալը։
Համատեղ փորձենք շաբաթվա մեկ օր որոշենք։ Եթե դա չստացվի, իհարկե անցնենք արդեն մյուս տարբերակներին։ Որովհետև պատվաժան դատարան ինչքան էլ ուզում լինի, փորձառատներ ցույց է տվել, եթե շաբաթվա մեջ մշտական մեկ օր ենք որոշում, նիստերը ավելի հաճախակի են կայանում եւ գրեթե միշտ կայանում են։ Մյուս դեպքերում միշտ փոփոխություններ լինում են։ Առաջարկս հետեւյալն է. փորձենք շաբաթվա ընթացքում կամ երկու շաբաթը մեկ օր որոշել, հակառակ դեպքում մեր արգելի հանոցենք եւ ոչ մեր արգելի պաշտպանի Պատվաժան դատարան ես չեմ կիսում արգելի հանրային մեղադրողի դիրքորոշումը, որ արգելի հանրային մեղադրողի բարույթում 10 հսկողական գործեր կան, հիմնական թիվը ինչի ես ասացի 10, իմ բարույթում է 10 գործեր իմ պաշտպանություն, որովհետև եթե առաջ մտնենք արգելի հանրային մեղադրողի առաջ քաշած առաջարկով, երկու դատական նիստից ավեն արգելի հանրային մեղադրողի չկարա գնա, 5 օրվա ընթացքում այսինքն 10, շաբաթական, ես այդ հաշվարկների անում, եւ նույնը մենք նույնն դատարան, ես վստահ եմ, ձեր ծանոթությունները հականից գիտեմ, դատարանի բացի ինֆորմացիաները բազմաթիվ գործեր կան։ Քրեական դատավարության օրենսգրքում հնչեղություն տերմին ես չեմ ապացուցել, ես կիսում եմ գործիքերով կառուցել, որ սա այն գործերից մեկն է դատարանի համար։ Միգուցե դատախազությունը այլ դիրքորոշումն է, ես գիտեմ դատախազության դիրքորոշում, դատախազությունը կարևոր է, բայց վստահ եմ դատարանի համար հերթական գործը եւ կներեք երկրորդական, ինչի երկրորդական, որտեղ օրենքով առաջնահերթություն է տրվում կանոնավորական գործերի։ Այս վավերապայմանները օրենքով նախատեսված կտրում արգելի դատարան հաշվի առնելով այստեղ նշանակի։ Կարծում եմ, որ եթե ֆիքսվեմ ինչ-որ օրի եւ ժամի, դա իմ կարծիքով իհարկե առաջարկ ճիշտ չի լինի, կարծում ճկուն լինենք ավելի այնտեղ պրոֆեսիոնալ մասնակիցներ կան արգելի հանրային մեղադրողները դա զբաղված դուք էլ այն դատավարության մյուս մասնակիցներին։ Բացի այդ նիստիկան ինքնանպատակ չի կրկին նիստերի, նաև պատրաստվել մնացած նիստերին։ Շնորհակալ։ Մի նկատառում եկեք կար, պատվաժան դատարանավորության համաձայն են պաշտպանների խոսքեր, ու նաև իր համար որպես այդպիսի իհարկե ամենայն հարգանքով տարօրինակ հնչեց հանրային հնչեղության որպես առանցին հանգամանք հնչելը իրական գործով դատական նիստերը ավելի հաճախ դնելու։ Իմ համար բացառապես անկարելի է չհասկացա, թե հանրային հնչեղությունը ոնց կարող է որպես այդպիսի արտահայտվել կամ առարկայանալ դատավարության վրա օրերը նիստերի շուշուտ դնելու հանրահավանական դիմումներ, իհարկե չհասկացա նաև հանրային մեղադրողի հետ կնելու։ Այսքանը։ Լավ, եկեք Պարզաբանելու կարիք գտնում եք, ես պատրաստ եմ պարզաբանելու դատարանը։ ասեք, եթե ուզում եք։ Ճիշտ ասած, իմ նշած հանրամանքները ընդհանրապես ոչ այնքան տարբերությունն էի ուզում ընդգծել մյուս քրեական գործերի հետ, որովհետև մենք ունենք հիմա նաև պատվաժան դատարանում, որ ամեն շաբաթ նիստ է նշանակված։ Եվ ըստ էության մյուս քրեական գործերով էլ նույնպես չունենք անհրաժեշտ գտնվող անձին։ Ես ընդհանրապես ուզում եմ ընդգծեի, որ յուրաքանչյուր գործ պետք է գնվի ողջամիտ ժամկետով, եւ դա ես չեմ ասել ինձանից, լավ գիտեք, հարգելիներս, եւ նաև հաշվի առնելով սույն քրեական գործի բազմադրված լինելը որոշակի բարդություն ունենալու հանգամանքները իմ այդ ամեն շաբաթ կամ երկու շաբաթ ասացի էությունը նա էր, որ հնարավորինս շուտ ապահովի ողջամիտ ժամկետում լինենք։ Սա էր իմ ամենաբարձր հարցը, շնորհակալություն։ Կողմել դիչորոշումը հայտնել եք սենց որոշենք, 3 նիստ որոշենք հիմա նշանակենք, ընթացքում արդեն նիստերից հետո երևի մենք կողմնորոշենք ավելի ճիշտ ինչ ստեմայով առաջ գնան։ Հատկացում եմ նաև ձեր ժամանակացույցը, որ հունիսի 17-ին 16:00 օրվա վերջ Զարմար եմ։ Ձեզ արմար Մասնորեն 30 պատվական դատարան պետք է կենտրոնի նստավարիստան կալանքի կարգտնող նվադրյալը ըստ էության դատականության փուլում կենտրոնից է խցանները մինչև հասնել տարա ժամանակներից ես չեմ ուզում որ պատճառով չուներ ստես սպասի 16:30, բայց լավ դեմ չեք նստել։ Դրամալ անդա դեր նստում որ ձեզ տեսնեմ ապեր նավիոնը ոսվերին Պատվաժան դատարան, ինձ հարմար է մինչև 15:00 ցանկացած ժամ։ 16:30 Չէ, հարմար չի, մինչև 15:00 բժշկական հետազոտության համար օրում է ֆիքսած չեմ ուզում որսած այնը հարավար չի լինի։ Այդ օրը Այդ օրը ժամին։
Հունիսի 16-ին կարող եք ընդարկել Լիվնիկովների և մեծեր համար։ 16-ը։ Հունիսի 16-ին։ Ամբողջ օրը հարմարում։ 15:00-ին արտաշահում նիստուրը վստահալանքի կարգա առաջի կեսինի հարմարում։ Մեծ տականքով երկու պաշտպաներ չէ։ Ես եմ միշտ ինքնականում 20-ին օրվա երկրորդ կես արի։ 16-ից հանրարան։ 20-ի նորից նույն պարտին է, 15:00-ին նիստուրը արտաշահում։ Հունիսի լծված է։ Հունիսի 23-ին։ Հուլիսի 1-ին Հուլիսի 1-ից մինչև հուլիսի դեռ ճարծակ մենք ունենք մեր տարվա առաջվանով պլանավորած։ Մենք ձեր հետ էլի նիստերում ենք, բոլոր նիստերով, ես նախապես նաև այդ մասին հայտնի եմ ծավալ։ Նաև իմ իրավով արձակում գտնվելում։ Հուլիսի 24-ին միատնայք, Հունիսի դա 6-րդ ամիս 6-րդ ամիս 24։ Հարմար են ամբողջ։ Օրվա երկրորդ կեսից Օրվա երկրորդ կես։ Դասերի 30 պաստորը դատարան նիստում եմ, իսկ մաստեր 16-ին, պարոն Հարմար։ Հանրարան։ Պատվաշան դատարան։ Ներողություն եմ խնդրում, բայց արդեն իսկ նիստ է նշանակված։ Բավոր ասնեմ Բայց ես մենք հանրային հնչեր եմ։ Որը։ Հիմա եթե հնչեցնեմ, կասեք, որ պակաս հանրային հնչեր են նաև Աբովյանում Չեմ ինչ է։ դες առանձին կասեմ։ Համաձայն եք։ Կարող եք նիստին Չէ, կներեք չեմ։ դատախազ եք գրյալ։ Ոչ, ես եմ միայն 3 կալանավոր։ Սամվեց ամբողջով զբաղված։ Մյուս ամիս անցնենք էլի։ 27-ին։ Ամբողջ օրը հարմար են։ 11:00-ին նիստում եմ մասին, օրվա երկրորդ կես ազատ է։ 16-0-ում Օրվա երկրորդ կես ազատ է։ Օրվա երկրորդ 0-0 ազատ է։ ֆիքսանք։ Ամսի 27-ին 10-0-0։ Մասի։